Ողջույն բոլորին, US Armedia-ի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Սկզբում շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ մշտապես հետևում ու աջակցում եք։ Մեր հետևորդների շարքը նոր օրի մեծանում է, իսկ դա առնվազն խոսում է այն մասին, որ ճիշտ ուղու վրա ենք։ Եթե առաջին անգամ եք դիտում, շնորհակալ կլինենք, որ դուք էլ նույնպես բաժանորդագրվեք ալիքին։ Եվ այս ժամի լուրերը։ Առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պաշտպանության նախարար Պեթ Հեքսեդը Վիրջինիայի Quantico ռազմածովային բազայում ելույթները նշանավորել են որպես ամերիկյան զինված ուժերում ոգ քաղաքականության ավարտի սկիզբ։ Հանդիպմանը հրավիրվել էին հարյուրավոր բարձրաստիճան գեներալներ եւ ծովակալներ աշխարհի տարբեր կետերից, ինչը ինքնին անսովոր եւ աննախադեպ քայլ էր։ Հրավիրվել էին արագ եւ առանց պատճառի հրապարակման, ինչն առաջացրել էր ենթադրություններ ու լուրջ հետաքրքրություն։ Թրամփը իր ելույթում շեշտել է, որ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ ծախսել է տրիլիոնավոր դոլարներ պաշտպանելով օտար երկրների սահմանները, սակայն հիմա բանակի գլխավոր խնդիրը լինելու է հենց ԱՄՆ սահմանների պաշտպանությունը։ Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան քաղաքները պետք է ծառայեն զորավարժարաններ որպես զինված ուժերի համար, ընդգծելով, որ բանակի առաքելությունը ոչ թե մարդկանց զգացմունքները պաշտպանելն է, այլ հանրապետության պաշտպանությունը։ Թրամփը խոսել է նաև երկրի միջուկային հզորությունների եւ հակազդելու հնարավորությունների մասին։ Պաշտպանության նախարար Հեքսեդը հայտարարել է մի շարք փոփոխությունների մասին, որոնք վերափոխելու են զինված ուժերի ներքին քաղաքականությունը։ Առաջինը վերաբերում է ֆիզիկական պատրաստության չափանիշներին, որոնք դառնում են բարձր եւ միևնույնը թե տղամարդկանց, թե կանանց համար։ Նա ընդգծել է, որ եթե կանայք կարողանան անցնել այդ չափանիշները, դա ողջունելի կլինի, բայց եթե ոչ, դա չի նշանակի, որ չափանիշները պետք է իջեցվեն։ Այս մոտեցումը ըստ նախարարի պայմանավորված է մարտական առաջադրանքների իրական պահանջներով, որտեղ ֆիզիկական ուժն ու դիմացկունությունը առաջնայինն են։ Հեքսեդը հայտարարել է նաև կարգապահական քաղաքականության մեղմացման մասին, նրա խոսքով զինվորականի կարիերան չպետք է ամբողջովին թերի համարվի փոքր կամ մեկանգամյա սխալի պատճառով։ Հանդիպման ժամանակ բարձրաստիճան զինվորականները հիմնականում լռությամբ էին հետևում Թրամփի եւ Հեքսեդի խոսքերին, պահպանելով զինված ուժերի ավանդական ապաքաղաքական դիրքորոշումը։ Սա կտրուկ տարբերվում էր այն միջավայրից, որտեղ Թրամփին սովոր էին լսել ոգևորությամբ ու ծափերով։ Թրամփի եւ Հեքսեդի հայտարարությունները փաստում են, որ ներկայիս վարչակազմը մտադիր է բանակը դարձնել ավելի կենտրոնացած մարտունակության ուժի եւ հաղթող մեքենայի գաղափարի վրա, հրաժարվելով այն քաղաքականությունից, որը նրանք համարում են չափազանց զգայուն կամ քաղաքականապես ճիշտ։ Պիթ Հեքսեդը, որը պաշտոնապես վերանվանել է կառույցը պատերազմի նախարարություն, շեշտել է, որ եթե որևէ հակառակորդ հիմարաբար որոշի մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին, ապա կջախջախվի պատերազմի նախարարության բռնությամբ, ճշգրտությամբ եւ կատաղի ուժով։ Հեքսեդը նույնիսկ հատուկ ձևակերպում է կիրառել ուղղված թշնամիներին FAFO, նշելով, որ եթե հարկ լինի, զինվորները կարող են բացատրել այդ հապավման իմաստը։ Նա նաև քննադատել է թե շարքայինին, թե բարձրաստիճան գեներալին ավելորդ քաշի համար։ Անկախ նրանից, օդադեսանտային ես թե գրասենյակային զինվոր, նորակոչիկ թե 4 աստղանի գեներալ, պարտավոր է պահպանել քաշի չափանիշները եւ անցնել ֆիզ պատրաստության քննություն։ Պենտագոնում գերգեներալներ տեսնելը անընդունելի է։ Դա վատ տեսք է, դա սխալ է եւ դա մեր զինված ուժերի դիմագիծը չէ, ամփոփել է նախարարը։ Ամերիկյան կառավարությունը այսօրվանից սկսում է փուլային անցում թղթային չեկերից էլեկտրոնային վճարումների։ Փոփոխությունը սկիզբ է առել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մարտին ստորագրված գործադիր հրամանով եւ կանդրադառնա մի շարք ծրագրերի շահառուներին, այդ թվում սոցիալական ապահովության, Social Security, լրացուցիչ ապահովագրության եկամտի SSI եւ հարկային վերադարձ ստացողների։ Վարչակազմը պնդում է, որ այս քայլը կպաշտպանի հարկատուներին խարդախությունից ու գողացված չեկերից, կառագաստի վճարումների իրականացումը եւ կնվազեցնի ծախսերը։ Այժմ շուրջ 400,000 մարդ կամ սոցիալական ապահովության ու SSI շահառուների 1%-ից էլ պակասը ստանում են թղթային չեկեր։ Նրանց մեծ մասը ստիպված կլինի անցնել ուղիղ բանկային փոխանցման, դա Direct Deposit-ն է կամ Direct Express քարտի, որը նախատեսված է բանկային հաշիվ չունեցողների համար։ Սակայն սոցիալական ապահովության վարչությունը վստահեցնում է, որ այն մարդկանց, ովքեր բացարձակապես այլ տարբերակ չեն ունենա, թղթային չեկերը որոշների համար կշարունակեն տրամադրվել։
Միացյալ Նահանգների առաջին փոփոխության պաշտպանության ինստիտուտը եւ վերահսկող կազմակերպությունը American Oversight-ը դիմել են դաշնային վերաքննիչ դատարան պահանջելով բացահայտել հատուկ դատախազ Ջեք Սմիթի զեկույցը, որը վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հարուցված գաղտնի փաստաթղթերի գործին։ Թեև գործը կարճվել էր նախորդ տարի, դատավոր Այլին Քեննոնի որոշմամբ զեկույցի մի ամբողջ հատոր շարունակում է փակ մնալ։ Քեննոնը, որը նշանակվել է Թրամփի կողմից, որոշել էր, որ Սմիթի նշանակումը որպես հատուկ դատախազ օրինական չի եղել եւ դրանով փակել էր մեղադրական գործը։ Հակակոռուպցիոն խմբերը պնդում են, որ զեկույցը պետք է հրապարակվեր դեռևս 1 տարի առաջ։ Թափանցիկությունը ընտրովիչ է, հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ է գտել հատուկ դատախազը, ասել է American Oversight-ի գործադիր տնօրեն Չիամո Չուկոն։ Հիշեցնեմ, որ գործը կապված էր Թրամփի Ֆլորիդայում գտնվող Մարալագո առանձնատանը գաղտնի փաստաթղթեր պահելու եւ դրանք վերադարձնելու կառավարական փորձերին խոչընդոտելու հետ։ Այն համարվում էր Թրամփի դեմ հարուցված 4 քրեական գործերից իրավական տեսանկյունից ամենաուժեղը։ Թրամփը միշտ հերքել էր մեղքերը եւ գործերն էլ որակել որպես քաղաքական դավադրություն իրեն սպիտակ տուն վերադարձնելուց զրկելու նպատակով։ Նախագահ Թրամփը երեկ հայտարարեց, որ նախատեսում է 100% մաքսատուրք սահմանել արտասահմանում նկարահանված ԱՄՆ ներմուծվող բոլոր ֆիլմերի համար։ Այս քայլը, եթե իրականացվի, կարող է խաթարել Հոլիվուդի գլոբալ բիզնես մոդելը։ True Social-ում գրառման մեջ Թրամփը գրել է. Մեր կինոարտադրությունը գողացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այնպես ինչպես երեխայից կոնֆետ կգողանային։ Այժմ պարզ չէ, թե ինչ իրավական հիմքով նախագահը կարողանա հաստատել այս մաքսատուրքը։ Թրամփը դեռևս մայիսին էր ակնարկում նման մաքսատուրքի մասին, սակայն մանրամասներ չէր ներկայացրել, ինչի հետևանքով ոլորտի ղեկավարները մնացել էին անորոշության մեջ, չիմանալով այն վերաբերում է որոշ երկրներին, թե բոլոր ներմուծումներին։ Հոլիվուդը վերջին տարիներին մեծապես ապավինում է արտասահմանյան արտադրական հարթակներին Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, միաժամանակ Ասիայում եւ Եվրոպայում ավելի հաճախ են իրականացվում համատեղ արտադրություններ։ Ոլորտի ներկայացուցիչները զգուշացրել են, որ լայն մաքսատուրքը կարող է հարվածել հազարավոր ամերիկացի աշխատողների, ովքեր ներգրաված են արտասահմանյան նկարահանումներում, սկսած վիզուալ էֆեկտների մասնագետներից մինչև արտադրական խմբեր։ Մեկ դեպքի վերադառնանք, դա կիրակի էր տեղի ունեցել Միչիգանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը նոր մանրամասներ ունի։ Կիրակի օրը 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը իր բեռնատարով բախվել էր եկեղեցուն, կրակ բացել ներսում գտնվողների վրա եւ հետո հրկիզել շենքը։ Մոտ 8 րոպե անց նա սպանվել էր ոստիկանների կողմից եկեղեցու ավտոկայանատեղիում։ Տեղի ոստիկանապետ Վիլյամ Ռենիերը հաստատել է, որ Սանֆորդը նախկինում ձերբակալվել է գողության եւ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար։ ԱՄՆ բանակի փաստաթղթերն էլ ցույց են տալիս, որ նա Իրաքի պատերազմի վետերան էր եւ ծառայել էր ծովային հետևանքում 2004-ից 2008 թվականներին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ FBI-ն ունի ապացույցներ, որոնք վկայում են Սանֆորդի մորմոնների նկատմամբ ատելության մասին։ New York Times-ն էլ իր հերթին հաղորդում է, որ նրա թշնամանքը կապված էր տարիներ առաջ մորմոն հավատքի անդամ մի աղջկա հետ ունեցած բաժանման պատմության հետ։ Միչիգանի նահանգապետ Գրեչեն Ուիտմերը կոչ է արել ամեն դեպքում խուսափել հաճեպ եզրակացություններից։ Քննիչներն աշխատում են ջանասիրաբար եւ այս փուլում ենթադրությունները կարող են ոչ միայն անօգուտ լինել, այլև վտանգավոր։ Պահպանեք հանգստություն եւ եղեք ձեր սիրելիների կողքին, ասել է նահանգապետը։ Նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես իր ցավակցությունն է հայտնել տեղի ունեցածի առիթով։ Այս հարձակումը համարվում է 324-րդ զանգվածային կրակոցը Միացյալ Նահանգներում այս տարվա ընթացքում, ըստ Gun Violence արխիվի, որը հետևում է այն դեպքերին, երբ առնվազն 4 մարդ վիրավորվում կամ սպանվում է չհաշված հարձակվողին։ Միացյալ Նահանգների կոնգրեսում իրականում նոր ճգնաժամ է հասունանում։ Երկիրը իրոք կանգնած է մասնակի կառավարման փակման եզրին։ Եթե մինչև այսօր կեսգիշեր համաձայնություն չլինի, հազարավոր դաշնային աշխատողներ կարող են հայտնվել անգործ մնալու եւ աշխատավարձից զրկվելու վտանգի տակ։ Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հանդիպել էր կոնգրեսի 4 առաջատար առաջնորդների հետ, սակայն հանդիպումը ավարտվել է առանց պայմանավորվածության։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ խորը տարաձայնություններ կան։ Դեմոկրատները պնդում են, որ պետք է չեղարկվեն այն փոփոխությունները, որոնք հանրապետականները կատարել էին հուլիսին Medicaid ծրագրում, մեկ մեծ եւ գեղեցիկ օրինագծի շրջանակում։ Նրանք նաև պահանջում են երկարաձգել Օբամաքերի լայնված սուբսիդիաները, որոնք ավարտվում են տարեվերջին։ Բացի այդ, դեմոկրատները ցանկանում են սահմանափակել Թրամփի կիրառած մեխանիզմները, որոնց միջոցով նախագահը կարող է արգելափակել կոնգրեսի հաստատած որոշ ֆինանսավորումներ։ Հանրապետականները դեմոկրատների պահանջները մերժում են, առաջարկելով մաքուր շարունակական միջոց Continuing Resolution, որը պարզապես կերկարաձգի կառավարության ֆինանսավորումը մինչև նոյեմբերի 21-ը, առանց քաղաքական հավելյալ պայմանների։
թվականների։ Հանրապետականները վստահ են, որ առավելություն ունեն, քանի որ վերահսկում են կոնգրեսի երկու պալատները եւ սենատում ընդամենը 7-8 դեմոկրատների աջակցությամբ կարող են հաղթահարել ֆիլիբաստերը։ Այս պահին ամեն ինչ ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է հերթական կառավարական փակման շեմին։ Սակայն ինչպես նախկինում մնում է հարցը, արդյոք վերջին պահին կողմերից մեկը կհրաժարվի իր դիրքորոշումից, թե կսկսվի փակումը։ Սա կլինի առաջին անգամ վերջին 7 տարվա ընթացքում վերջին անգամ կառավարությունը փակվել էր Դոնալդ Թրամփի առաջին ժամկետում 2018-19 թվականներին 35 օր շարունակ, ինչը դարձել էր պատմության ամենաերկար փակումը։ Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը եւ հաջորդ թողարկումներում կներկայացնենք ընթացիկ բանակցություններն ու առաջ խաղացումները, իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, առողջ եղեք մինչ մեր հաջորդ թողարկումը, իսկ դա կլինի այսօր ժամը 4-ին։